սենց այս մոնտաժն էլ այսենց մի երկու բան մնաց վերջացնեմ ու վсё վերջացրեցի հազիվ երկար ժամանակա տանջում եմ մի վիդեոյի մոնտաժի վրա հազիվ պրծա ժողովուրդ բարև բոլորին եւ բարի գալուստ իմ նոր վիդեո ոնց հասկանում եք մենք գտնում ենք Minecraft-ում իմ տանը համակարգչի դիմաց ոնց որ իրական կյանքում ու մենք անում ենք մոնտաժ ու իրական կյանքում ճիշտ է հիմա մոնտաժ չեմ անում անելու եմ մի քիչ հետո ոնց տեսնում եք հեսա մոնտաժը վերջացրել եմ այս վիդեոն արդեն գցելու եմ ալիք անպայման մի հատ լայքերը դրեք ժորտ ունեք 4 վայրկյան լայքերը դնելու համար 1 2 3 եւ 4 իհարկե հիմա նայեք ինչա մեզ պետք է անել պետքա վերցնել մատիգան գազարը 4 հատ կարտոշկա 4 հատ այս ծորենի սերմերը էլի 4 հատ ու գնալ աշխատանքի ես 2 օրը վրա աշխատանքի եմ գնում փողը մի բան ընի հետը շորտ չգիտեմ բայց լավ աշխատանքի են գնում նորմալ է ինձ թվում ամեն ինչ սառույցը լավ նես չի շատ է սառույց դառը տեղ ջուր կան այս որ հանգիստ կանանք լինենք գոնե մի քիչ էսի ստենք հավաքում շարում ենք այս մեր գազարը ստենք շո այս մեկն էլ ստենք շարում ժորտ այսօր գիտեք ինչ ենք անելու ստրիմով 20:30 հա ժորտ այսօր էլի Roblox ենք խաղալու ստրիմով հեսա փորձելու եմ ժորտ այս վիդեոն նկարեմ մտնեմ տենամ քանի հատ դրուգ եք տվել 400-ից ավել նոր հայտ է եկել դրուգի բոլորիդ ընդունելու եմ 20:30-ից սկսելու ենք ուղի եթերը կսպասեմ բոլորիդ մեր ալիքի հերթական ուղի եթերով Roblox-ի երկրորդ ստրիմն է էլի մեր ալիքի շատ եք հավանել առաջինը ու ինձ էլ դուր եկավ խաղի ճիշտն ասած դրա համար ես որոշեցի նկարեմ երկրորդ սերիա ճիշտ նկարելը որն է ստրիմով խաղանք միասին կմտնենք միասին 20:30-ից կսկսենք ստրիմը կորոշենք թե ինչ ենք խաղալու ընդհանրապես ու տենց էլի ժորտ հավաքում ենք այս կարտոշկեն գազարը սաղստոց էլի ինձ թվում է չասեմ որ դինքը նկարագրության բաժնում է լինելու վсё գալիս ենք այս կողմ էս ստուց կարանք քանդենք ու այս խիստը չեմ դրել որ վсё էս լայսենս կքանդենք ու կգնանք գյուղապետի տուն գյուղապետ ջան ընդ է երևի գյուղապետը ու նույնպես գյուղացիների գործ ունես դե մի վարք եմ վախեցած դե եկա դեմս հելան շնացնեցել էի տեսել լավ գալիս են գնանք տենանք ինչ են անում այս գյուղացիների գյուղապետի տուն էլ մտնենք գյուղացի պատրաստ է ամեն ինչ համանյա պատրաստ է մեզ ոչ մեկ ստե չի տենա դե թաքուն տեղ չի մեզ չեն դսի հաստատ չեն կասկածի ինչի մասին են խոսում ժորտ այս գյուղացիները ստել են մի վարքան եկեք հլը թաքուն գանք ստուց տենանք ինչ են ասում են մեզ դե ոչ մեկ հաստատ չի լսի ու չի կասկածի ավելի կոնկրետ լեն անդե կայնած է հարևան քիմիկոս գյուղացին են մեկը մեկն է չգիտեմ ով անգործ գյուղացին էր թե մի վարք են գալիս են այս կողմ ձենից ոնց որ անգործ գյուղացիններ մի վարք են թաքուն ստուց լսենք այն անգործ գյուղացին է ժորտ ճիշտ են նկատել էլի լսենք ինչ են խոսում գյուղացի ամեն ինչ պատրաստ է արի գնանք իմ տուն ու դե ամեն ինչ կքննարկենք կհասկանանք դες դե մի քիչ ամենահավանականն է որ մեզ պահլիթ կանեն հելանք իմ տուն մի վարքյան ժողովուրդ գյուղացիները գնացին քիմիկոս գյուղացու տուն ու ինչ էին իրանք պատրաստել ինչ են իրանք ուզում անեն հələ մի վարքան եկել են ստե բայց մի վարքան եկեք պատուանից նայենք թաքուն տենանք ստեն թե չէ այս պատուանից եկեք նայենք մի հատ այսպես թաքուն հələ տենանք ու հենա քիմիկոսն էլ անգործն ստե կանգնած էր հելանք ստուց մի րոպե ժորտ էս ինչա կատարվում ստե ինչ էին խոսում իրար հետ ինչ էին պատրաստում ասում ամեն ինչ պատրաստ է տունս արի գնանք ոբշեմ իմ տուն ընդ խոսանք քանի մեզ դե չեն բռնել մի վարքան գյուղապետին պետք է ասել ես ամեն ինչի մասին ժորտ ինձ թվում է գյուղապետ լսում ես գիտես ինչ ա եղել ջանզոնե ֆերմայես հավաքի փող ես ուզում չէ գյուղացի օբշի հայտ էլ կա բայց այս հիմա չեմ ասում քեզ սպասես սրանք գցեմ սոնդուկի մեջ հետո կտաս այդ փողը այսօր չէ վաղը իզումրու չունես լավ եթե չունես վաղը կտաս լսի ուրեմն ես քիմիկոսն ու անգործ գյուղացին ստե կայնած խոսում էին իրար հետ տեսել ես ոչ չէ պատանից դիմաց է խոսում արմզոնե դա էլ է իրաց դե կայնած իրաց համար սովորական խոսում են գնում են իզումրուդն պավել հանգիստ տեղի չեմ բորանա բաղը կտամ գյուղացի ինչ էին խոսում դու այդ լսել ես գոնե իրանք խոսում են ինչ որ ասում էր քիմիկոս գյուղացին պատրաստ է բան իմ տունն ամեն ինչ արի գնանք իմ տուն տես այս անգործ գյուղացիներ հարցնում ամեն ինչ պատրաստ է ամեն ինչ նորմալ է չգիտեմ ինչ էին խոսում իրանք աղա դու ինձ անես օգնես հարմզոնը ես չեմ լսել ինչ է եղել որ չգիտեմ ես լավ բան չեմ զգում իմ կարծիքով ինչ որ մի սխալ բան անում են ինչ որ մի վատ բան անում են լավ կհանդիպենք ժողովուրդ գալիս են կես կոմ ու եկեք գնանք այս իզումրուդները վաղը կստանամ բայց այս պահին ինձ ամենակարևոր հարցը տանջում է այն թե ինչ էին խոսում իրար հետ այս գյուղացիները ժորտ եկեք մի հատ sense բան պայմանավորվենք հենց հիմա կոմենտներում վիդեոյի մի հատ գրեք ձեր կարծիքով ինչ են իրանք նախապատրաստ է ես մտածում եմ որ վատ բան են
նախապատրաստել մեր գյուղի գլխին սարքելու կամ հենց իմ կամ ընդհանրապես գյուղապետի, ոչմ խառ էլի ժոր կամ ձեր, չգիտեմ, մի հատ էլ կոմենտներում փորձեք գուշակել գրեք, բայց հանկարծ առաջ տեք վիդեոն նայեք ինչ է իրականում եղել, միոպեսի չենք քանդում ձեռով նորից դնում ենք, Սարոսն է մի քիչ ուզում քանդեի, հիմա նայեք ինչ եմ ուզում ես անեմ, ես ոչ կարամ մտնեմ իրանց հարցնեմ, որտեվ 100% վստահ եմ, որ իրանք ինձ ոչ մի բան չեն ասելու, ոչ էլ կարամ չգիտեմ, ոչ մի բան չիմանամ, հանգիստ իմ գործերով գնամ, առաջարկում եմ գիտեք ինչ անենք, ես այս դրանք կայնեմ այնտեղ, որ ինչ չտենան այս գյուղացիները, որ ես հետևում եմ քիմիկոս գյուղացու տանը, երկուսն է հələ մի վարքյան, հələ եկեք մի հատ նայենք, երկուսով հլստեն, եթե երկուսով հլստեն, ուրեմն շատ լավ է, կամ էլ վատ է, չգիտեմ, հələ գալիս ենք այնի անգործ գյուղացին ու ես էլ քիմիկոսը, հուսամ ինչ չնկատեցին, գալիս ենք շուտեսկոմ, մտնում ենք անտառ ու մի հատ ծառի հետև սկսում ենք թաքնվել, այսինքն եկեք օրինակ գանք ու այս ծառի հետևն եք թաքնվենք, կսպասենք ժողովուրդ հենց իրանք տնից դուրս գան, հենաստուց պատուհաններ եւ այսինքն կթաքնվենք ծառի հետևը, դաժե կարող ենք այստեղ որ вообще չերևանք, всё, ժողովուրդ ես հենց ինչ-որ նորություն նկատեմ, անպայման կմիանամ ձեզ, ժողովուրդ ոնց նկատում եք ժամը գիշերվա 8-ն է արդեն ու ոչ մի տեղաշարժ չեմ նկատել, պատուանի կողմից մի քիչ այն կողմ էին գնացել, մի քիչ առաջարկում եմ մի քիչ մոտիկ գանք ու փորձենք մոտիկից ուսումնասիրել, եթե արդեն ժամը 8-ն է ու ոչ մի նորություն չկա, այդ վատ է, հեսա ես ձեզ կասեմ մանրամասներ, թե ինչ եմ նկատել, հոп, քիմիկոս գյուղացին ստեա պտտում էր այս կողմ ու ես էլ անգործ գյուղացին ստեկայինած, մի հատ գալիս ենք շուտ իմ տուն են գնում, շորս շուտ գնում ենք իմ տան մոտ ու վերցնում ենք մի հատ թուր, որովհետև ես արդեն կտրուկ քայլերի եմ պատրաստվում գնալ, մի քիչ եք սպասենք, բայց իհարկե նոր ժորտ ժամը քանիսն էր, որ իրանք գնացել էին քիմիկոս գյուղացու տուն, ինչ որ բան են, չէ՞ ստեղ խոսում, մոտավորապես ժամը առավոտվա 12 կամ 11-ն էր, եթե ճիշտ եմ հիշում, 11-ի կոմերներ, իրանք գնացին քիմիկոս գյուղացու տուն ու մինչև հիմա դուրս չեն եկել, պատկերացնում եք, հիմա ժամը 8-ն է, ես էլ այդ ժամանակահատվածում ընդամենը մի անգամ եմ եկել տուն ու գնացել եմ էլի ինձ, պատկերացնում եք ու սաղ ընթացքում հետևել եմ իրան, ժորտ ուզում եմ մի քիչ կանգնեմ, մի 2 ժամ էլ տենամ ինչա կատարվում, մոտավորապես այստեղ են գյուղապետն է քնած չի ինձ նայում, ասում ես ինչա ուզում անի բան, չգիտեմ կգա ինձ օգնելու թե չէ, բայց ես իր մոտ էլ չեմ գնաս հարցով, եկեք գնանք մի քիչ էլ այս կողմը բանանենք, կանգնենք այստեղ, կսպասենք այս բանի հետև, այսինքն հողի հետևը, տենանք եթե ինչ-որ նորություն չլինի ու միանգամից ժորտ կմիանամ ու կգնանք այս գյուղացիների մոտ, այն անկորձ գյուղացին նայում էր շուտ հելանք ստուց, всё այստեղ էլ կթաքնվենք ու գնանք շախտայի մոտ է вообще հենց ստեղ էլ կթաքնվենք ու գնանք սպասենք ինչ-որ նորությունների են թաղամասից։ Ժողովուրդ ժամը գիշերվա գուշակեք քանիսն է 3-ը Ահա 3-ն է ու իրանք հլնդուս դուրս չեն եկել, գյուղապետը մի պահ մի քիչ առաջ եկավ մոտս քնել էի, ասեց Արմզոնը հանգիստ գնա քնի ոբժեմ, ես նայեցի այսքան ժամանակ, իրանք ոչ մի տիպի դուրս չեն եկել իրենց տներից, իրենց տնից ավելի կոնկրետ ու երևի քնել են, եկեք մտնենք գյուղապետի տուն, թող ինքը ձեզ ասի ու արթնացրեց ինձ մի քիչ առաջ, ես էլ մի քիչ մնացի նայեցի ու հիմա որոշել եմ գնամ այդ քայլին գյուղապետ, ասա որ ճիշտ եմ ասում բաժանորդներին։ Արմզոնը իհարկե ճիշտ ես ասում, դու որ ես քեզ եք ասեց, իրականորեն դուրս չեն եկել գյուղապետը քիմիկոս գյուղացու տնից, ինչ անեք։ Գյուղապետ սպասի ինձ, հեսա կգամ, երևի կգամ, էլի ես չգիտեմ մեզ ինչա սպասվում։ Հուսամ ժորտ սպասում է նորմալ լավ բաներ, լույսը միացած է, սրանք լստեն։ Գյուղացիներ, ինչա կատարվում ստե, հենց հիմա ինձ բացատրեք։ Արմզոնե վախցնին, ես ինչ ես անում, վախեցակ ասիկ հոգիներ էր մտել, ձեր ես առնում, ինչ ես ուզում։ Գյուղացիներ, գիշերվա ժամը 3-ն է, առավոտյան 11-ից անգործ գյուղացին ու դու եկել եք մտել եք քիմիկոս գյուղացու, այսինքն քո տուն, ուստուց դուրս չեք եկել ընդհանրապես, այսինքն նույն տեղերը կանգնած ենք, ես ձեր խոսակցությունը թաքուն լսել եմ, ինչ եք խոսում, ինչ եք նախապատրաստել գյուղի գլխին, պրանկ, գոնե պրանկ ասեք, չէ պրանկ, եթե պրանկ կա, ոչ մի բան չանեմ ձեր պրանկը արեք, իսկ եթե չէ, ես ձեզ կսպանեմ, եղավ։ Ինչ ես լսել Արմզոնե, ինչ ես խոսում։ Գյուղացիներ են եմ լսել, որ դուք կայնած ասում եք, որ ինչ որ բան եք նախապատրաստել, պատրաստ է գյուղացի բան, գնանք իմ տուն, ոբշեմ ամեն ինչ պատրաստ է, ես ամեն ինչ լսել եմ, քիմիկոս գյուղացի, չես կարա խաբես ինձ։ Արմզոնե, ուզում ես իմանաս ինչա, սունդուկը մասնայի։ Տենց հեշտ, հա, բացեմ ու Էս ինչեր է մի վերքյան, էս գունավոր ծուխ է գյուղացիներ, էս ինչի համար աստե մի րոպե, շորտ ճիշտ եմ նկատում, էլ մի վերքյան, մանուշակագույն գունավոր ծուխ է էսի, հա էլի ժորտ, էս սրանք է կանաչն է էսի, էս մեկը դեղին, կարմիր, էս մեկը դեղիններ, ենի կարմիրներ էս ընեք, տարբեր գույներով, գյուղացիներ էս ինչ աստե գտնում, էս ինչերով եք դուք զբաղվում ստե, սրանով ինչ եք ուզում անեք։ Ոնց որ դու մոռացել ես ու չես ուզում պատրաստվես այդ արարողությանը, իսկ մենք պատրաստում ենք մեր գյուղը, ինչին եք պատրաստում, քո ալիքի 100,000 բաժանորդին, ընդամենը մի
Էդ եք ասում, ես սրանք էլ պատրաստել եք դրանց համար։ Իհարկե Արզունե, ուրիշ բաներ ես սկսելի մտածել, լավ էլի, լավ կլինի դու ես սկսի պատրաստելու, բաժորտը հետ ասա դու շուտ բաժորտ եք, մենք համարյա պատրաստենք։ Լավ, գյուղացիներ, լավ, չէի սպասում կներեք ինձ շորտ ես, գյուղացիները փաստորեն, չգիտեմ, դժվար ինձ խափած լինեն, բայց իրականում իրանք պատրաստում են մեր ալիքի 100,000 բաժանորդին, որ ուղիղ եթերով նշենք մեր գյուղում, անպայման ժորտ բաժանորդագրվեք, որ այդ ստրիմը լինի 100,000 բաժանորդ հասնենք ու այդտենց նշենք գյուղացիների հետ մեր ստրիմը, անպայման կսպասեմ ձեր լայքերին, բաժանորդագրություններին, ինչ ասեմ, ասելու բան չկա էլ, հաջողություն։